Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմաթ հաղորդաշարն է, մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Արմաթ, քանզի մենք եթե չներկայացնենք անցյալը, չենք կարող կերտել ներկան եւ ապագան։ Այսօր մեր հաղորդման թեման Արցախի ամրոցներն են։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Արցախի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Դուք ձեր ուսումնասիրությունների ընթացքում, որը հիմնականում վերաբերվում էր Արցախի ամրոցներին, սկզբում նշում եք, որ 80 ամրոց կա, բայց հետագա հետազոտությունները բերեցին ձեր այն կարծիքին, որ չէ, 90-ն է։ Եվ ի վերջո հետագա նորից ուսումնասիրությունները վերջնական թիվ 113 կամ 114։ Ինչով է պայմանավորված այդ ուսումնասիրվածության այդպես տարբերակումները թվերը 80, 90, 100, 110, 114։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես ուզում եմ միանգամից ասել, որ այդ տարբերությունը կայանում է նրանում, որովհետև ժամանակի ընթացքում ապրելով Արցախում եւ շրջագայելով Արցախի տարածքում հայտնաբերում ենք նոր ամրոցներ։ Սկզբնական շրջանում, երբ որ ես Երևանում էի աշխատում, հուշարձանային պահպանության գլխավոր վարչությունում, ես գիտեի Արցախում հուշարձանների թվականը ընդամենը 40 հատ։ Երբ որ ես արդեն տեղափոխվեցի այնտեղ, սկսեցի կամաց տեղում ուսումնասիրել եւ տեսա, որ քանակը շատանում է եւ փաստորեն այսօր հրապարակի վրա է մինչեւ 114 ամրոց, որը տեղ է գտել իմ Արցախի ամրոցները դերևս տպագրված գրքում, ինչպես նաև վերջերս տպագրված Արցախի ամրոցը եզակի մի քարտեզում։ Դուք 2002 թվականին հրատարակեցիք Խաչենի ամրոցների աշխատությունը, որը իմջերոց բավականին լավ մեծ արձագանք գտավ հենց այն ժամանակ, ես նաև ասում եմ որպես ականատեսի, եւ մարդիկ ցանկանում են անպայման ձեռք բերել, որովհետեւ իրոք ամրոցների պատմության մեջ դա մեր նորանկախ պետության առաջին փորձն էր, գիտական փորձն էր ամրոցները ներկայացնել գիտականորեն եւ դուք դա ձեզ հաջողվեց, բայց հետեւյալ մի հարց, դուք սկսել եք գիրքը հենց որ աշխատության հենց առաջի ամրոցը որ դուք ներկայացրել եք, դա շիկաքար ամրոցն էր եւ դուք շիկաքարը տեղադրեցիք այդ ձեր աշխատանքում տեղադրել եք Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի տարածքում։ Բայց հետագայում թե ձեր հարցազրույցներում դուք նշում եք, որ կարծես թե շիկաքարի սկզբնական տեղադրությունը, որը դուք նաև հղում եք տարբեր հեղինակների 19-րդ դարում, նաև աղբյուրների, որպես Սաղ Սմբատյանի կառուցած նաև ամրոց, նրան նստավար եւ նույնիսկ կա պատմություն, որ Բաբեկին ինքը այնտեղ է, ուրեմն գերել եւ այլն եւ այլն։ Ինչու էր պայմանավորված ձեր այդ տեսակետի փոփոխությունը։ Բան նրանում է, որ սկզբնական շրջանում, երբ որ դեռ նոր էի ուսումնասիրում ամրոցները, սկսել եմ Ասկերանի բերդից եւ շիկաքարից, բավական երկար ժամանակ պահանջվեց, որպես ես դա ավարտին հասցնեմ եւ որպես դերևս ոչ այնքան փորձ ունեցող ազնվորություն ուղեկցվում էի տարբեր մարդկանց, գրածներից, ասածներից։ Բոլորը միաբերան, այդ թվում նաեւ թեկուզ տեղագրող Մակար Բարխուտարյանցը ասում է, որ շիկաքարը քարագլուխն է։ Բայց հետագայում, երբ որ սկսեցի խորը ուսումնասիրել ամրոցները եւ ուրեմն այդ թվում ինձ աջակցել է, եթե կարելի ասել, տեղամանագիտության ուսումնասիրությունը, տեղանունների ուսումնասիրությունը, ես եկա այն համոզման, որ ինչքան միամիտ եմ եղել ես, որ եկել էի այն ժամանակ այդ համոզման, որ շիկաքարը քարագլուխն է։ Այսօր ամենայն պատասխանությամբ ի ցույց աշխարհի, եթե կարելի այսպես ասել, հայտարարում եմ, որ շիկաքարը մի որևէ առնչություն կապ չունի քարագլխի ամրոցի հետ։ Դրա մասին այդ դեպքում քարագլուխը որպես ամրոց ինչ էր։ Այսինքն դա որ ամրոցն էր։ Քարագլուխ հենց քարագլուխ ամրոցներ, քարագլուխ անվան ամրոցներ, որը գոյատևել է եւ գործել է մինչեւ 1918 թվականը։ Ես տեղում ուսումնասիրելով եւ այլն, ես եկա այն համոզման, որ այստեղ չկան այն բոլոր այն բաղադրիչները, որոնք կարող են հավակնել այնպիսի մի առաջնորդի, այնպիսի իշխանի որպես սեփականություն հանձնող ամրոցի, ինչպիսին է Սաղ Սմբատյանը։ Այսինքն դա բացառվում է։ Կային նաև այլ բացառիկ շատ կարևոր փաստեր, որովհետև այդ շիկաքարը այստեղ հիշատակվում է ուրեմն այդ շիկաքարի վանքը,
Ես ինձ հետ չբերեցի այդ նկարը, Շիկաքարի վանքը, որ ընդհանրապես մի հատ գյուղամիջյան ներգրաված ավերակված եկեղեցի է, չի կարող այդ եկեղեցին ուշադրության կենտրոնում լինել այնպիսի ճանաչված իշխանների, ինչպիսիք են, ասենք, Ղաբակյան իշխանները, որոնք պատահատներ են մատուցել այդ վանքի պատվին, եթե կարելի այսպես ասել։ Եվ վերջապես Շիկաքարի վանքի հետ կապված կարող եմ ասել, որ 949 թվականի ժողովում մասնակցել է Շիկաքարի վանքի վանահայր Միսայելը, որը կարելի ասել դա չի կարող վերաբերվել այս քարագլխի եկեղեցուն, քանզի այդ ժողովի մասնակցում էին հոգևոր վանքերի առաջնորդները։ Դա է վանահայրերը, ավելի առաջնորդները։ Եվ բացի դրանից կան հավաստի այլ ապացույցներ, ես կարող եմ մի քանի ասեմ, բացի Մոսես կաղանկատվածուց, որ ասում է Շիկաքարի բերդը, սա ասում բայց կապած, Թոմարզունին, սա ասում բայց դիտում է որ Տեր Շաքեոյի Տեր, Դինավարին, Ալկուֆին, արաբներ եւ Մասուդին, որը ներկայացնում է այսօրվա Շաբուլաղի տարածքում գտնող այդ աղբյուրը, այդ ամբողջ իրադարձությունները ներկայացնում է, դա բացառվում է ընդհանրապես, որ դա մենք վերագրենք քարագլխին։ Եվ վերջապես ամենակարևոր փաստը նաև, որ ես ասեցի, որ սկզբում որ ես տեղանագիտական առումով բավականին խորացել եմ բոլոր առումներով, ես եկա այն համոզման, որ այս Շիկաքարը իրականում ոչ թե շեկ քարն է, շեգագույն, այսպես տեղանուններ չեն ձևավորում, այլ Շաքիի քարն է, ինչպես ասենք Դիզակի բերդ, Խաչենի բերդ, Ամարասի վանք, այսինքն Շաքիի տարածաշրջանի գլխավոր դա կենտրոնն է եղել, վարչական կենտրոնը, որտեղ նստել է, իշխել է Սահալ Սմբատյանը, Շաքիի տարածաշրջանի։ Այսինքն, եթե ասենք, որ ինչու է Շիկա կոչվում, ինչ անենք Շիկա կոչվում, ոսպես խարոնացիները Շակաշենը, Շիկաշեն ասում, Փաթոտ Բյուզանդը եւ դա կապ չունի։ Այսինքն, եթե այդպես ուրեմն հետեւաբար, եթե այդ տարածքը գտնվում է հնագույն Շաքիի արաբական աղբյուր ներկայացվող Ստրաբոնիկոմի հիշատակու Սակասենեի տարածքում, որը որևէ առնչություն չունի Արցախի Խաչեն գավառի հետ։ Անկեղծ ասած նորովի մեկնաբանությունը, որը դեռ նաև հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, բայց հաջորդ հարցս վերաբերում է Կաչաղակաբերդին։ Դուք բավականին մանրամասնորեն ներկայացրել եք Կաչաղակաբերդը եւ անվան հետ կապված որոշ հեղինակները տարբեր ձևով են այն անվանակոչում, նույնիսկ խալմամբ կապելով այն հավքախաղաց, այսպես նույնիսկ Գրիգոր Տեր Հովհաննիսյանը չէ ասում, որ հավքախաղաց Սաղսաղան եւ այլն, եւ նաեւ անվանում էին Խաչենի բերդ։ Ինչու էր այդպես տարբեր Կաչաղակաբերդի վերաբերյալ տարբեր այդ կարծիքները եւ Կաչաղակաբերդը Խաչենի բերդն էր արդյոք։ Կարող եմ ասել ձեզ պատասխանեմ այդ հարցին, որ նախ հավքախաղաց է կոչվել, նախկինում հավքախաղացներ են կոչվել բոլոր բարձրադիր լեռնային բարձունքները։ Այսօրվա Լիսագորի մոտ այդ լեռները հավքախաղաց կոչվում։ Մի հավքախաղաց էլ կար Դադիվանքի այն կողմում, այսինքն բարձրադիր լեռները սովորաբար կոչվում է հավքախաղացներ։ Կաչաղակաբերդն էլ ավանդության հետ է կապում, քանի որ բարձր է, կաչաղակները կարծես թե պիտի բարձրանան, սլացիկ թռիչքներ եւ այլն, բայց իրականում ճիշտն այն է, որ այդ բերդը կոչվել է Խաչենի բերդ։ Ինչպես նոր ասեցի, Շիկաքարի, Շաքիի բերդն էր Խաչեն գավառի կենտրոնը, վարչական կենտրոնը հավաստող միակ գլխավոր բերդն է, որտեղից տեսանելի են բոլոր շրջակա բերդերը, թող մոտ 10 բերդ։ Այսինքն սա եղել է կենտրոն եւ աղբյուրներում է շատակում որպես դղյակին Խաչենո։ Դղյակ է եղել, այսինքն այդտեղ չի եղել ամրոց բնակավայր, այլ եղել է ուղղակի դղյակ։ Վարչական կենտրոն է եղել։ Եվ բավականին դա անառիկ բերդ է եղել, ես կասեի ամենաանառիկը երևի այս հատվածում եւ դա բացատրվում է դրանով, որ դա եղել է վարչական կենտրոնը, որի մոտ էլ եղել է, ինչպես Շիկաքարի պարագայում Մեծարանից վանք, այսինքն նա կոչվում է Մեծարանից վանք, Մեծարանքն էլ Խաչեն է, էլի, այսինքն Խաչենի վանք, Խաչենի վանք էլ է կոչվել եւ կոչվում է Խաչենի բերդ։ Այսինքն երկուսն էլ իրար կողք են եղել եւ հոգեոր առաջնորդանը եւ վարչական կենտրոնը։ Հաջորդ հարցս վերաբերվում է Խաչենի այդ հատվածի
բերթերի խտությանը։ Պատարակ, Քոլատակ եւ Խաչինագետի հովիտներում իրոք մենք տեսնում ենք բերթերի այնպիսի խտություն, որ որևէ մեկ այլ տեղ Արցախում կոնկրետ ես չեմ հանդիպել։ Ինչու է պայմանավորված բերթերի այդպիսի խտությունը մի փոքր տարածքում։ Դա բացատրում է, ինչպես ասում են, ռազմավարական նկատառումներով, որ այսքան խտություն այդքան ամրոցներ կան այնտեղ, որտեղ դա փաստորեն զբաղեցնում է Խաչենի Արցախի կենտրոնական մեծարան գավառի դաշտաբերանը եւ այնտեղ եղել են բազմաթիվ իրադարձություններ։ Դա առաջին, որ մարդիկ ստիպված ամրացել էին այդ ամրոցներում, ապավինելով լեռնային բարձունքների պաշտպանությանը։ Եվ պետք է ասել, որ պատմիչներից մեկը, հիմա ես կհիշեմ երևի, ասել է, որ Արցախ Խաչենք է, ասել է, չէ՞, այդպիսի բան։ Այսինքն դա ասելով նկատի առնում, որ Արցախը ոչ թե Արցախը խաչերով հարուստ է, չնայած այնտեղ խաչքարերը շատ կան, այլ Արցախը նկատի ունեց այդ լեռնային բազմաթիվ տարածքները, որոնց վրա կառուցվել են այդ ամրոցները։ Նույնը, ինչպես ասում են, նաև Ղարաբաղ, նույնն է իմաստնարտահայտում, այստեղ մեկ այլ տարբերակով, այսինքն լեռնային, սուրբ լեռնային իմաստնարտահայտում, լեռներն է եղել սրբավայր։ Հիմա ինչու է պայմանավորված ռազմավարական եւ կան իրոք շատ փաստեր Ջալալդինի ժամանակվանից թեկուզ 13-րդ դարի մողոլական եւ այլ ժամանակ, որտեղ բազմաթիվ պատերազմներ են եղել եւ Հասան Ջալալի պատմության հետ կապված մի խոսքով այդ ժամանակաշրջանի հետ եւ դա բացատրում է հիմնականում ռազմավարական նկատառումներով, քանզի այն գտնում էր հովիտը գտնում էր ռազմավարական հատվածում եւ այնտեղ է հիմնականում պատասպարվում, թեկուզ ասենք Խոհանաբերդը տեղի բնակչությունը, որովհետեւ հարթավայրերից քշված օտարազգիների, թալանչիների, այսպես կոչված ասպատագիչների կողմից քշված բնակչությունը հիմնականում պատասպարվում էր այստեղ։ Եվ պետք է այստեղ հիշեցնենք նաեւ, որ այստեղ էին իշխում խաղաղբակյան իշխանները, որոնց նախնիները եղել են մամիկոնյան իշխանները։ Եթե մենք հիշենք Մամիկոնյան Բաք իշխանը, որտեղ է եղել, պետք է ասել, որ եղել է հիմնականում այսօրվա Գառնակար գյուղի տարածքում, հետո արձանագրություն է թողել այդ հատվածում, Հավապտուղ վանքի տարածքում Խաղաբակը եւ նրանց նախնիները եղել են Մամիկոնյան իշխանները։ Դրանով է պայմանավորված, որ Դսեղի Մամիկոնյանների անձնանունները բավականին այսպես տարածված էր նաև ներքին Խաչինում։ Այո, դրանով է պայմանավորված Դսեղի Մամիկոնյանի ոչ միայն անվանումները, այլ ազնանունները, այլ Դսեղի Մամիկոնյանների կողմից կառուցած Բարձրաքաշ վանքի եւ այսօրվա Գանձասարի վանքի ճարտարապետության նմանությունը, եթե կարելի է այսպես ասել, ճարտարապետական առումով էլի։ Այսինքն դա իրոք այդպես է, ես դա վստահ կարող եմ ասել, որովհետեւ ես ժամանակին որ աշխատել եմ այստեղ, ես ուսումնասիրել եմ նաեւ այդ վանքը, Մամիկոնների վանքը, եւ պետք է անմիջապես դες ասեմ, որ ճիշտ է մենք ասում ենք, ինչպես որ ասում են, առանշահիկ բան եւ այլն, բայց դա իրականում աստորեն Հասան Ջալալը իր ամբողջ տոհմացեղով եւ այլն, աստորեն նրանք ցակմամբ ես ասում եմ որոշակի այլ փաստեր, ոչ թե հեղինակների գրվածքները եղել են Մամիկոնյանների տոհմից։ Հետաքրքիր է, Արցախի իշխանական տոհմները հետագայում արդեն զարգացած միջնադարում կապ ունեին նաև Զաքարյանների հետ եւ Զաքարյան Իվանե եւ Զաքարե Զաքարյանների առնվազն երկու քույրը ամուսնացած են եղել Արցախում, մեկը եւ որից առաջացել է Դոփյան իշխանական տունը, իսկ մյուսը Խորիշահը եղել է Հասան Ջալալ Դոլայի մայրը։ Այսինքն կապը կար այդ իշխանական տոհմերի մեջ, սկսած միջնադարի ավելի վաղ միջնադարի ուշ շրջանից եւ զարգացած միջնադարում դա առավել արտահայտված էր։ Այո, դուք ճիշտ եք այս առումով, դա ես լիվ համեմիտ եմ, որտեղ իրոք որ տեղի իշխանները, Զաքարյանները կապված էին, դա անառակելի է դա, եւ պիտի ասել, որ պատահական չի եղել, երբ որ կարծեմ Իվանե Զաքարյանը Սուրա Խաթրավանքի առաջնորդին Տեր Հովհաննեսին հրավիրում է Հայաստանի
լորի եւ նրանք արկում է որպես հաղպատավանքի առաջնորդ այդ դեր Հովանեսն էլ այնտեղ կառուցել է տալիս նաեւ զանգակատունը, ասում ենք նաեւ գավիթը հաղպատավանքի եւ առաջնորդում է նաեւ Սանահին Իվանք։ Այսինքն այստեղ դա հիմնավորվում է, այդ կապը միշտ էլ կար, իրոք որ դա այդպես է, եթե Զաքարյանները փաստորեն ստացվում է, որ Զաքարյանները կապ ունեն նաեւ Հասան Ջալալյանների հետ, դες ստացվում։ Խաթրավանքը գտնվում է Հարթարգետի աջ կողմում։ Այո։ Դա եւ տվել է Արցախին 4 կաթողիկոս եւ պատահական չի եղել եւ եղել է Մեծ Կոեն գավառի հոգեվոր առաջնորդարանը։ Այնպես որ եթե մենք ասում ենք Խաչենը հասնում է Կարկար գետից մինչև Թարթար գետ, պիտի ասել որ հովիտներն էլ է, հովիտով է հաշվում, այսինքն Թարթար գետ միանգամից չի հասնում, աջ կողմում գտնվում է Մեծ Կոեն գավառը։ Խոխանալբերդի եւ դետ Նատարին ամրոցների միևնույն ուղղության վրա գտնվել է։ Վերջադիտողներին ասեմ, որ Խոխանալբերդը Գանձասարի վանական համալիրի դիմացի, ուրեմն անտառապատ ժայռն է, որտեղ կան ամրոցի հետքեր եւ համարվում է Արցախի նշանավոր ամրոցներից մեկը։ Բայց կարծես թե մի քիչ տրամաբանությունից դուրս է, որ անմիջապես հետևում մի ժայռից մյուս կողմում դետ Նատարին ամրոցն էր։ Ինչու էր պայմանավորված այդքան երկու նշանավոր ամրոցների մոտիկությունը եւ նաեւ դետ Նատարին ամրոցը ինչով էր նշանավոր, որովհետեւ մարդիկ այդ անունը նույնիսկ Արցախում այդպես շատերը բացի ուսումնասիրողներից շատերը չգիտեին։ Այո, ես եմ դա իհայտ բերել դետ Նատարին ամրոցի տեղադրությունը եւ այլն, բավականին մի տարի պահանջվեց, մինչեւ ես գտնեմ թե որտեղ է նա գտնվում։ Դա առաջին հերթականությունը որ կա, հերթագայությունը որ ասում եք, դա դեպս ինչպես գիտեք Կանձակեցին ասել է Խոխանաբերդը դեդը եւ Ծիրանակարը մի ուղղությամբ են գտնում դելա դեխաղում։ Այսինքն եթե մենք ամրության տեսակետից հաշվենք, կտեսնենք որ դա կլասիկ ոչի մի տեսակ մենք դժվարին ճամփորդությամբ մենք գնացինք, չէ՞։ Այո, մենք մեզ գնացինք դետ Նատարին ամրոցը 5 ժամ է։ Ես 3 անգամ եղել եմ այդ տեղում եւ եթե դա ամրոց է, դղյակի տպավորություն է թողնում ամրացված իշխանական դետ Նատարինը, ջրավազանով, այո, խոխանաբերդներով, Խոխանաբերդն ընդհանրապես ժարետակ Լերան գագաթին որ մենք տեսնում ենք երկու ջրամբար կա, դա միայն ներքևում ստորոտում գտնում է այդ ամրացված բնակավայրը եւ փաստորեն այնտեղ որպես ամրոց բնակավայր է դիտում, այնտեղ որպես ինչպես ասում են ամրոց որպես դղյակ բան, դա չի դիտվում։ Խոնաբերդ դիտում է պատասպարան եւ կարևոր դեր է խաղացել այդ կողմի Ձորակի Խաչենի հովտի եւ այդում Գառնակարի հովտի այդ պաշտպանության հետ կապված, որտեղ իդեպ սկզբան ինչպես ասացի, տերեին նաեւ Մամիկոնյան իշխանները, Խաբակյանները, Կոշկանապատի արձանագրություններում դա կա նաեւ Հավապտուկ վանքի արձանագրություններով Խաբակբի իշխանի 1100 Խոխանաբերդին անմիջապես ստորոտն էր Հավապտուկ վանքը։ Մի խոսք, այնպես որ Արցախի ամրոցները միշտ էլ եղել են հզոր, ապավինել են իրենց լեռների զորությանը եւ կարողացել են պաշտպանել հազարամյակներ շարունակ մեր երկրամասը ընդհուպ մինչեւ ներկայիս թափթփուկների կողմից ստեղծված իրավիճակը։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք մեր հերթական հաղորդումը։ Մեզ կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում եւ Facebook-յան սոցիալական ցանցում։ Բարին ձեզ, կհանդիպենք։